David, how can you describe Farayola? Tell them. Farah, my best friend. Yeah, my childhood. Իմ մանկությունը, գիտեք, երբ մեծանում ես, շատ ընկերներ ունես, ֆուտբոլ ես խաղում, դա այն բաներից է, որ քեզ մոտիվացնում է։ Ուզում ես ֆուտբոլ խաղալ, երբ տեսնում ես շատ տաղանդավոր երեխաներ։ Ու մեր մեջ այնքան անհավատալի մրցակցություն կար, երբ փոքր էինք։ Դա մեր համար մոտիվացիա էր, քանի որ այն ժամանակ ուրիշ զբաղմունք չունեինք։ Միայն ֆուտբոլ ու միայն ֆուտբոլ։ Այո, երբեմն դժվար էր, որովհետև մեր ծնողները երբեմն չէին ուզում, որ մենք ֆուտբոլ խաղանք, բայց մի պահ նրանք ուղղակի համաձայնում էին մեզ հետ։ Լավ, ֆուտբոլ է, ուզում ես խաղալ, գնա խաղա։ Ահա այսպես։ They just agree with us like, okay, it's football, you want to play? Okay, you can go play. Yeah, that's it. Honestly, I didn't. Անկեղծ ասած Հայաստան գալուց ես ոչ մի դժվարություն չեմ ունեցել, որովհետև հենց որ հասա, շատ լավ ընդունելություն եղավ թե մարզիչների, թե խաղացողների կողմից։ Այնպես էր ասես երկար ժամանակ իմ գալուն էին սպասել, որովհետև հիշում եմ, 2 անգամ վիզա էին ուղարկել, բայց չէր ստացվել։ Իսկ ես արդեն պատրաստվում էի Թայլանդ գնալ։ But he didn't work. So I was about to go to Thailand. Yeah, this was funny. I was about to go to Thailand. Այո, սա հետաքրքիր եւ զվարճալի պատմություն է։ Պատրաստվում էի Թայլանդ գնալ, վիզան արդեն ստացել էի, եւ Թայլանդ ուղևորվելուց 2 օր առաջ գործակալս ինձ նամակ ուղարկեց եւ ասաց. «Լսիր, դու չես գնալու Թայլանդ, դու գնում ես Հայաստան»։ Իսկ ես պատասխանեցի. «Ինչ ես ասում, մենք արդեն 2 անգամ փորձել ենք, բայց չի ստացվել»։ Իսկ նա ասում է. «Հավատա ինձ, զգում եմ, որ Հայաստանը ճիշտ տեղն է քեզ համար։ Ժամանակ կունենաս, ամեն ինչ լավ կլինի։ Նրանք քեզ են սպասում»։ Բայց միևնույն ժամանակ մտածում էի. 2 անգամ փորձել ենք, չի ստացվել, եւ նորից ասում են. «Ուզում ենք 1 անգամ էլ փորձել»։ Հետո մտածեցի, երևի ճիշտ տեղն է, ու ասացի՝ «Լավ, կանենք այդպես»։ This is the right place for me to go. So I just say, okay, let's do it. And another thing why Ու մի ուրիշ բան էլ, Հայաստան գալիս հիշում եմ, Դոհայում էի, որտեղ պետք է ինձ հյուրանոցում տեղավորեին, որովհետև 22 ժամ կանգ ունեի, բայց չթողեցին գնալ հյուրանոց։ Մտածեցի, ինչ է կատարվում, օդանավակայանում կանգնած էի, ոչ մեկին չէի կարողանում զանգել։ I have 22 hours stop flight and they deny me this access to go to the hotel. I was like, yo, what is this? And so I was stranded at the airport. Ու մոտավորապես 2 ժամ էր մնացել թռիչքին, մի քանի տեղաների բարևեցի եւ հարցրի. Հայաստան եք գնում։ Ասացին այո, մենք հայեր ենք։ Նրանք էլ ինձանից հետաքրքրվեցին։ Իմացան, որ ես էլ եմ Հայաստան գալիս։ Armenia, of course. Are you going to Armenia? I say yes. They ask, which city are you going to? I say. Նրանք ինձ շատ օգնեցին։ Միակ սխալը, որ արեցի այն էր, որ կոնտակտներով չփոխանակեցի իրենց հետ։ Ուր էլ որ լինեք տղաներ, շատ շնորհակալ եմ ձեզանից, շատ եմ գնահատում։ I really appreciate it. So that was it. Yeah. Smile. Ah, Serap. Serap Jan. Yeah, bye. Oh! Yes. Yes, the only challenge is Միակ դժվարությունն այն էր, երբ հասա ու սկսեցինք մարզվել Չարենցավանում։ Ամռանը շատ լավ էր, բայց հոկտեմբերից սկսեց ցրտել։ Գիտեք, ես 2 տարի եղել եմ Պորտուգալիայում, այնտեղ լրիվ ուրիշ էր, ու միակ դժվարությունն ադապտացիան էր։ Չարենցավանում խաղալը, մթնոլորտը, եղանակը, պայմանները իրենց դժվարություններն ունեին, բայց խաղացողներն ու մարզիչները շատ արագ օգնեցին ինձ հարմարվելու, որովհետև հոգեբանական առումով նրանք շատ էին աջակցում ինձ։ Mentally, psychologically, they push me. Come on, boy, we are here all our Արի տղա, մենք ողջ կյանքում այստեղ ենք եղել, չենք մահացել, դու էլ կկարողանաս։ Շատ զարմանալի էր, թե ինչպես օգնեցին բժիշկները, մարզիչները, խաղացողները։ Ասելիք պարզապես չկա։
Yes, really Armenian people. Այո, իրականում հայ մարդիկ շատ բարի են, որովհետև ես երբեք ոչ մի տեղ չեմ եղել, որտեղ ինձ տարբերեին։ Երբ ես տեսնում եմ, բոլորը ասում են. «Քեզ դուր է գալիս Երևանը, սիրում ես Հայաստանը»։ Ես ասում եմ, այո, շատ լավ է այստեղ, ամեն ինչ հրաշալի է։ It's awesome here. Everything is okay here. Only if you go national team, don't play. No, bro. Play with this game and then die after. You know, I stop. Kaji. Ah! Ball. Wow, you know, Alashkert was... Գիտեք, Ալաշկերտն այն ակումբներից է, որը հիանալի է։ Ինչպես են երեխաները, երկրպագուները միշտ գալիս մեզ աջակցելու, մեզ մոտիվացնելու։ Նույնիսկ երբ ամեն ինչ լավ չի գնում, ինչպես են երգում, ինչպես են վանկարկում։ Բոլորը ասում էին. «Կարեն, Մոմո, դուք կարող եք, դուք դա կկարողանաք, դա հրաշալի է», իսկ մարզիչներն էլ միշտ նույնն են, որովհետև նրանք երբեք չեն հանձնվում։ Նույնիսկ երբ մենք լավ չենք խաղում, երբ ամեն ինչ սխալ է գնում, նրանք միշտ մեր կողքին են, ինչպես բժիշկները։ Ալաշկերտը բարձրակարգ ակումբ է, եւ ես սիրում եմ այստեղ։ Because they never back down, even when we are doing well, when everything is going wrong. Այստեղ ամեն ինչ նորմալ է, իրոք ամեն ինչ հրաշալի է, հավատացեք։ Alashkert is top club and I love it here. The media as well, everything is okay here. Everything is amazing, believe me. They goes here. Մեր նպատակն է դառնալ չեմպիոն։ Ուզում ենք, որ բոլորը հպարտանան, մեր ընտանիքը, Երևանի մարդիկ, ուզում ենք այստեղ գրել մեր պատմությունը, ստեղծել պատմություն։ Ահա այստեղ կա միայն մեկ նպատակ։ Մենք ուզում ենք դառնալ չեմպիոն։ We want to be the champion at the end of the season, just one goal. We want to make everyone here proud. Our family back home, the people of Yerevan, we want to write our own history here. We want to make history happen. So it's just one goal here. That's the goal. We want to be the champion. Yes. Momo. Ah. Take. Which memory are we taking? Ինչ հիշողություն եմ ինձ հետ տանելու, երբ դուրս գամ Հայաստանից։ Դժվար է ասել, որովհետև գիտեք, սա այնտեղն է։ Առաջին օրվանից, երբ այստեղ հասա, այն սերը, որ ցույց տվեցին այս երկրում մարզիչները, Հայաստանի մարդիկ, դա այն բաներից է, ինչ ինձ հետ կտանեմ եւ երբեք չեմ մոռանա։ Ինչպես ասացի, եղել եմ Պորտուգալիայում, Պորտուգալիան լավն էր, բայց գիտեք, երբ առաջին անգամ ես լքում քո երկիրը եւ գնում ուրիշ երկիր, դա շատ դժվար էր ինձ համար։ You know, like I say, I've been to Portugal before. In Portugal, it was nice, but you know, first time leaving my country to another country. Բայց այստեղ հասնելուն պես այն սերը, որ ինձ ցույց տվեցին, իրոք այն է, որ միշտ ինձ հետ կմնա։ The love they showed me was really one of the things that I will take with me. And Ես այս մթնոլորտը միշտ կհիշեմ, երբ խաղում էինք Նոայի, Արարատ Արմենիայի, այո նաև մյուս թիմերի դեմ։ Նրանք լավ թիմեր են, բայց գիտեք, երբ խաղում ենք Նոայի, Արարատ Արմենիայի, Փյունիկի ու Արտուի դեմ, դա արդեն ուրիշ է։ Փորձը այն ամենը ինչ սովորել եմ այս 1.5 տարում, ինձ հետ կտանեմ, քանի որ շատ բան եմ սովորել այս ընթացքում։ Այս մասն ինձ հետ միշտ կտանեմ եւ երբեք չեմ մոռանա։ I will always take this part with me and I will never forget this.